Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 30-ն է 2026 թվական։ Կարճ անդրադառնանք ներպետական խնդիրներին, հետո անցնենք աշխարհաքաղաքականին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով Իսրայելի կառավարության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման մասին արձագանքի կարիք մենք չենք տեսնում, ինչ է նշում ինքը, որովհետև կարծում ենք հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Երեք իհարկե ես իմ ելույթի մեջ նշեցի, որ առանձնապես որևէ սպասելիք չունենք իշխանությունների արձագանքից, բացի դրանից էլ նենց առանձնապես սպասելիք էլ չկա արդյունքներից։ Իհարկե ոչ Իսրայելի այս իշխանության, ոչ էլ մեր այս իշխանության պարագայում դա հետագա ընթացք չի ունենա, բայց որպես փաստ ինչ էլ ընդունվի, ավել սպասելիքներ այս պահին պետք չի։ Բայց մի նենց էլ բառը քթել էս տնաշենը, ինչ էր ասում, զենքայնացման, մթամինջ էլի։ Այսինքն այդ բառի իմաստը որն է, որ չենք զինվում գնանք Թուրքիայից մեր տարածքներն ուզենք, զենքայնացման իմաստը որն է։ Դնենք մի կողմ, որ կիրառելի բառ չի, այդ հարցի մի կողմն է։ Ինչ ես ուզում ասես, Իսրայելը ճանաչում է Թուրքիայի տարածքում կատարված ցեղասպանությունը, դու ինչով ես զենքայնացվելու, եթե ողջունես կամ չողջունես։ Պարզ է չէ իրել ողջունելու այդ նորություն չէ, հասկանալի է։ Նենց առանձնապես իմաստել չուներ երջանկացած ասել, վայ ողջունում ենք։ Բայց բացատրությունը էս ինչ է։ Այնպես որ հետագա զարգացումները կտեսնենք, դրանից հերթական անգամ ասեմ, որ նոր սպասելիք չկա եւ սպասելի էր, որ իշխանության արձագանքը սա է լինելու։ Նիկոլ Փաշինյանը խոսելով այն մասին, որ նախընտրական շրջանում ասել էր, որ ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպում է ունենալու, նշել է. նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ։ Լրագրողի դիտարկմանը, որ ասել եք հունիսի 2-րդ կեսին կլինի հանդիպում Պուտինի հետ, Փաշինյանն ասաց, թե դա ուրիշ թեմայի մասին էր։ Ուրիշ թեմայի մասին չէ, իրավիճակ է փոխվել, բայց խնդիրն այդ չի։ Նիկոլ Փաշինյանը ձևը կգտնի գնա Ռուսաստան եւ փորձի հարաբերությունները կարգավորել մի Ռուսաստանի հետ, որտեղ իրավիճակը իրոք կատաստրոֆիկ է, դրա համար նույնիսկ անդրադառնանք Ռուսաստանի այս վիճակին, Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով։ Ռուսաստանը բանակցություններ է վարում նավթամթերքի հնարավոր ներմուծման շուրջ։ Ռուսաստանը կապի մեջ է այլ երկրների հետ նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ։ Հասկանալի պատճառներով մենք այս մասին չենք խոսի, եթե համաձայնություններ ձեռք բերվեն ընդունելի գների վերաբերյալ դա տեղի կունենա։ Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ ուղղված պահանջարկի այս աճը նվազեցնելուն։ Ընդհանրապես, որպես բացատրություն սա ոչինչ է, ասաց Պեսկովի կողմից, բայց որ Ռուսաստանը բանակցում է, որպեսի նավթամթերք ներմուծի, պատկերացնեք Ռուսաստանի ամբողջ իմաստը այդ պետության այդ նավթամթերք վաճառելն էր, էլի, իր գործը դա էր, որ անդադ մեղադրում էին ուր ակու բարձր տեխնոլոգիան, էս ինչ ես անում, հումք վաճառող երկիրը այդպես էլ կմնա զարգացող երկիր, որովհետև անգամ այդ հումք վաճառելու փողերը, եթե դու չես դնում բարձր տեխնոլոգիաների վրա, եթե դու չես դնում տնտեսության իրական ճյուղերի վրա, որպեսի կարողանաս զարգացնես, վաղը չի լինի այդ վառելիքը դու քո երկիրը այլ ձևով աշխատի, ուշադրություն դարձրեք արաբական երկրներում։ Անապատներում գնացին նավթ գտան, ինչ արեցին, անապատները դարձրեցին պարտեզ։ Ամեն հաջորդ տարի նավթի տեսակարար կշիռը
նվազում է նրանց տնտեսության իրական հատվածում, որովհետև իրանք ամեն անգամ մտածում են զարգացնենք տուրիզմը, զարգացնենք արդյունաբերությունը, զարգացնենք բարձր տեխնոլոգիաները, նավթը այսօր կա, վաղը չկա, կամ նույնիսկ եթե վաղը այդ նավթը կա, կարող է պահանջարկը այդքան չկա։ Տեսնում ենք, որ ինչպես է տեխնիկան զարգանում եւ այլ տարբերակներ են փորձում օգտագործել։ Եվ այս պարագայում Ռուսաստանը այսօր մտածում է ումից ներմուծի նավթամթերք ժողովրդյան։ Էս է այդ երկրի վիճակը։ Հերթերը տեսնում եք խայտառակություն։ Մեկն էլ կա ինձ գրում ասում է, այդ ինչ եք ասում, խուճապ եք տարածում, մի հատ տեսեք Ռուսաստանում ամեն ինչ նորմալ է, հերթեր էլ չկա։ Ապշելու բանը, ասում եմ, որ երկրում եք ապրում, որ տեսնում եք, որ հերթ չկա, ասում հա, վայ մոռացա, Ռուսաստանում եք ապրում, որ թվում է, թե որ դուք դա ասեցիք, այդ ամբողջ 21-րդ դարի այսօրվա տեղեկատվական հնարավորությունների պարագայում մարդիկ չգիտեն Ռուսաստանի իրական վիճակը, այ հենց ձեր գրածով արդեն խուճապը վերացավ, պատկերացնում եք, կամ էլ թե չէ, եթե այս կարծիք հայտնեցի, Ռուսաստանում խուճապահար եղան, հա, այսինքն լա պատկերացեք, այս մակարդակին դեռ մնացել է, կոծկենք, ծածկենք, հանկարծ մարդիկ չիմանան, փլվում է այդ երկիրը, հանկարծ մարդիկ չիմանան, եւ այս է վիճակը, Ուկրաինան պատերազմի մեջ 5-րդ տարին պատերազմում է, այդ պարագայում նա դրոններ է ստեղծում, այդ դրոնները գործնականում չի կարողանում Ռուսաստանը ֆիքսի իր հակաօդային պաշտպանության համակարգերով, բավական թանկ համակարգերով անգամ հարվածում է եւ այնպես չի որ անարդյունավետ է հարվածում, չի կպնում ուկրաինական դրոնին, կպնում է ռուսական որևէ օբյեկտի եւ օդ է հանում, այնպես չի էլի որ մարդը իր գործը հարվածել է, ինչ կապ ունի ում է հարվածել, էլ չեմ ասում բալիստիկ հրթիռների հետ կապված, որսկի չեն էլ կարողանում ֆիքսեն, ուր մնաց թե խփեն, այս է վիճակը ժողովուրդ ջան, հարձակվող երկիրը այսօր, երբ որ իր երկրի մի հսկայական տարածք ընդհանրապես պատերազմի թաթերաբեմ չի եղել, կռվում է մի երկրի հետ, որ ասում է նրա տարածքի 20%-ը վերցրել եմ, գործնականում ասում է բոլոր տեղերը խոցելի է, որտեղ ուզենամ կխփեմ, այդ պարագայում Ուկրաինան արտադրում է դրոններ, արտադրում է հրթիռներ, այն է զարգացնելով տեղական արտադրությունը եւ այնպիսի ծանր հարվածներ է հասցնում։ Նավթավերամշակման 11 գործարաններից մնացել է ընդամենը մեկը, 10-ը արդեն հարվածակեր է, ու գիտեք ինչն է հետաքրքիր, միտեղ խփում է Ուկրաինան, մի հատ էլ է նույնտեղ է խփում, այսինքն նույնիսկ հարված ուտելուց հետո, երբ որ դնելու են վերականգնեն, հնարավորություն չունեն անգամ օդը փակեն այն ձևով, որ երկրորդ անգամ հարված չուտի, մի փոքր վերանորոգում են, հաջորդ հարվածը նույնտեղ է ուտում։ Այս սա է ժողովուրդ ջան, այդ մնացել է այդ մի նավթավերամշակման գործարաններ, եթե դրան նույնիսկ չկարողանան բալիստիկ հրթիռով կամ դրոնով խփեն, կխփեն համենայն դեպս դիվերսիոն գործողություններով արանքից կհանեն, բայց նույնիսկ եթե այդ մեկն էլ աշխատի այսօրվա դեֆիցիտի պայմաններում, որ մարդիկ դեֆիցիտը տեսան, այսօր ինչքան էլ ներմուծես, պետք է փորձեն ավելի շատ կուտակեն, որևէ ձևով դա չի կայունանալու ժողովուրդ ջան։ Այս երկրի հետ մենք ոնց էինք առևտուր անելու, երբ որ իրանց վիճակը սա է։ Բայց լավ, դրան դեռ կառնադառնանք Ռուսաստանին, մի հարց ուղղակի երեկվա հարցազրույց էր մի հատ, կարևոր է սա անդրադառնանք։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյան։ Ես վարչապետին առաջարկել եմ, որ քանի որ մնացած ռուսական քաղաքական թևի կուսակցությունները մասնակցում են մոլեկուլների տարբերակով առանձին, այս թևը ճիշտ կլինի մասնակցի միասնական ու ամբողջական, քանի որ արևմտյան արժեքներ, եվրոպական արժեքներ կրող կուսակցությունների տոկոսային թիվը հարցումներով կազմում է 65%։ Քաղաքացիական պայմանագրին պատասխանն իմ համար ակնհայտ է։ Իրենք պնդում են, որ իրենք բալանսավորման քաղաքականության կողմնակից են եւ չեն կարող միայն արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի հետ դաշինքային հարաբերություններ ունենալ, նշել է Արամ Սարգսյանը։ Ավելի պարզ էլ ինչ ասեր, բայց ինչու է ասում ընտրություններից հետո։ Բանտրություններից առաջ, երբ որ ասել ես ու մերժվել ես, կանգնեիր ասեիր ժողովուրդ ջան, այս իշխանությունը արևմտյան արժեքների մասին չի խոսում։
Այս մարդիկ բալանսավորված քաղաքականության արդյունքում իրանք սկի Եվրոպա գնալու ցանկություն չունեն էլ։ Մենք առաջարկեցինք, եթե Եվրոպա եք գնում միասին, իսկ մենք ստացանք մերժում։ Ինչու ժողովուրդը չիմացավ դա ընտրություններից առաջ։ Եվ բացի դրանից, բայց ընտրություններից առաջ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ նույն գծի վրա եք։ Այո, որ մտնեք խորհրդարան միանալու եք իրան։ Մեկ ուրիշն էլ ասում էր, որ մենք ընդդիմափոխություն ենք ուզում, մենք իշխանության դեմ չենք։ Մենք ընդհանրապես ընդդիմություն չենք։ Նիկոլ Փաշինյանի հետ մենք իշխանության մաս ենք։ Մեկը բոլորի ասածը նույնն էր։ Բա որ դուք արևմտյան գծի վրա եք։ Նիկոլ Փաշինյանը բալանսավորման գծի վրա։ Դուք ո՞նց եք պաշտպանում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական կուրսը եւ ասում եք, որ մենք միասին ենք։ Բա ասում ենք, չէ, հնարավոր չի լինել Նիկոլամետ եւ Արևմտամետ միաժամանակ, որտեղ Նիկոլ Փաշինյանը աթոռամետ է։ Ինքը աթոռի շուրջը պտտվելու է, բոլորին հա ասի։ Դուք ո՞նց եք ըլնելու Արևմտամետ լինելով Նիկոլամետ, բայց հարցը մենակ դա չի, հարցը ուրիշ է։ Այդ որ կուսակցություններն են, որոնք միասնաբար պետք է հանդես գային Նիկոլ Փաշինյանի հետ։ Եթե խոսքը վերաբերում է Եվրաքվեին, համենայն դեպս գոնե 3-ին, որոնք մասնակցեցին ընտրությանը, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան եւ Արամ Սարգսյան։ Բա երեքով միանայիք, միասին մասնակցեիք, երբ որ Նիկոլ Փաշինյանի կողմից մերժվեցիք։ Թե դուք ուղղակի Նիկոլ Փաշինյանի ցուցակ մտնելն էիք ուզում, միասին մասնակցել ցուցակ մտնել։ Եվ մերժում ստանալուց հետո նույնիսկ միասնական հանդես չեկաք։ Բանտություններից առաջ ասեիք ժողովուրդը մեռավ մեզ ասելով, ինչու չեք միավորվում, ում հետ միավորվեինք։ Մի ուժի, որը ցանկանում էր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի ցուցակով գնալ ընտրության, մերժում ստանալուց հետո առանձին են մասնակցել, բայց ուզեցել են ցույց տան, որ իրանք են արևմտյան գիծը եւ Նիկոլ Փաշինյանի հետ համահույժ քաղաքականություն են վարում, որից մերժում են ստացել, որ մենք ձեր հետ ճանապարհ չունենք, մերը բալանսավորման ճանապարհն է։ Բա ասեիք ազնվորեն մարդկանց։ Բամերանք ասելով, որ միակ ընդդիմությունը դա Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, ում միանանք, Նիկոլ Փաշինյանի արբանյակների, ո՞նց միանանք։ Այդ է Նիկոլ Փաշինյանին կմ։ Պարզ չի, որ մենք այդտեղ ճանապարհ չունենք իրար հետ։ Եթե ասում ենք մենք մերժում ենք այս իշխանությանն էլ, ռուսամետ ընդդիմությանն էլ, նախկին իշխանություններին էլ, ո՞նց ենք մենք միանում արևմտամետներին, որոնք էլ ուզում են միանան Նիկոլ Փաշինյան, կարող եք մի հատ բացատրել։ Բազնվորեն ընտրությունից առաջ ասեիք, մարդիկ էլ չմեղադրեին։ Շնորհապետական կուսակցությանն ասում են ոչ մեկ հետ չես ուզում համագործակցես, ում հետ համագործակցես։ Այդ երեքը իրանք իրար հետ չհամագործակցեցին, բայց երեքը համաձայնվել էին Փաշինյանի ցուցակ մտնեին։ Եվ ժողովուրդն էլ իր գնահատականն ու վերաբերմունքը տվեց։ Եթե այդ ցուցակի մեջ մենք եղել ենք, մեզ հետ համաձայնացրել եք, որ բերեք միասին միանանք, ասեք որտեղ եք հանդիպել, ում հետ եք հանդիպել եւ ինչ եք քննարկել։ Կանք մենք դրա մեջ ոչ, բազնվորեն կանեք ասեք, որ չէինք էլ կարող լինել, որ ձեր պատկերացմամբ մենք արևմտամետ ուժ չենք, ինչի, որովհետև մենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չենք, այդ դրա համար արևմտամետ չենք, դուք եք արևմտամետ, որ համաձայն եք Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, որը արևմտամետ չի, բա ասեիք ազնվորեն մարդկանց, ինչ եք ընտրությունից հետո ասում, ասեիք մարդիկ էլ իմանային իրականում ում ձայն տային, չնայած այնպես չի, որ մեր ժողովուրդը չհասկացավ, որտեղ այդ երեքը միասին գումարած ավելի քիչ ձայն ստացան, քան Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, ունենալով եւ հսկայական ֆինանսական ռեսուրս եւ մեդիա ռեսուրս։ Փաստ է, որ ժողովուրդը իսկապես ճանաչեց, բայց այս անկեղծացումը լավ չէր լինի, որ ավելի շուտ ելներ։ Եվ մենք էլ տեսնեինք, որ ասենք Ժորժ ջան, հիմա տեսնում եք, այդ մարդիկ ուզում էին Փաշինյանին միանան եւ մերժում ստացան։ Հիմա դրա համար առանձին էլ մասնակցում են։ Դրա համար մինչև մյուս թեմաներին անցնելը դուք տեսնում եք, որ հիմա խնդիրները շարունակվում է, սահմանադրական դատարան անկախ նայած ինչ կորոշի, այս պայքարն ու այս ամեն ինչը շարունակվելու է, ոչ մեկը չգիտի թե հաջորդ ընտրությունը կլինի հերթական թե արտահերթ, շատ անելիքներ կա,
Եվ մանավանդ տեսնում եք աշխարհաքաղաքական մարտահրավերները, տեսնում եք ինչ լարված իրավիճակ է, եւ այս պարագայում պետք է մտածել նաև այն ինչ ռեսուրս ունենք օգտագործենք։ Դուք տեսաք, թե ինչ ռեսուրսային պայքար էր գնում մեր դեմ։ Դրա համար մինչև մյուս նյութերին անցնելը օգտվելով առիթից ասեմ, որ եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք ինչքան որ հնարավոր է։ Նախընտրական շրջանում արդեն որոշակի աշխատանք տարան, շատ մանրամասը բաներ չեմ կարող ասել մասնագիտական առումով չգիտեմ, բայց ամենայն դեպս YouTube-ով դիտումները բոլոր շատ-շատերի մոտ ուղղակի նաև անկում ապրեց, որոշակի խնդիրների պատճառով եւ այլ տարբեր հարցերի, այսինքն հնարավորությունը, որ մենք փոխանակ ավելի ընդլայնենք, ավելի սահմանափակվեց, լուրջ անելիք ունենք այն մարդկանց հետ, ովքեր վստահում են, ովքեր հավատում են, գիտեն, որ մենք լուրջ անելիքներ կա հետագայում, որովհետև այս մարտահրավերների դեմ այս իշխանությունը դիմակայել չի կարողանա։ Ռուսամետ ընդդիմությունն էլ միայն թիկունքից հարվածելու է։ Նրանցից մենք ոչ մի սպասելիք չունենք խորհրդարանում։ Դրա համար եթե ալիքին նաև ֆինանսական ձեր աջակցության ցանկությունը կունենաք, նյութի նկարագրական մասում նաև կա եւ բանկային փոխանցման տարբերակ, եւ քարտային փոխանցման, արագ փոխանցման, եւ իդրամի տարբերակ, եւ PayPal, Patreon-ի բոլոր հնարավոր տարբերակները կա։ Իսկ բանկային փոխանցումը նաև ես նկատի ունեմ, որ դա վերաբերվում է ոչ միայն ալիքին, այլ նաև բարեկեցիկ անվտանգ Հայաստան հասարակական կազմակերպությանը, որի նախագահն եմ ես, որով փորձելու ենք աշխատանքներ տանենք հանրության հետ, ճանաչելիության խնդիր լուծենք, որովհետև այդ հասարակական կազմակերպության հենց անվանման մեջ գրած է Եվրամիության անդամակցության աջակցության հետ կապված հասարակական կազմակերպություն։ Մաքսիմալ աշխատանք տանենք, կարողանանք այդ ուղղությամբ լրջորեն տեսնենք, որ վաղը մյուս օրը դուք տեսնում եք, որ այո, հասարակության մեջ հսկայական թվով մարդիկ երկրի ապագան տեսնում էին Եվրամիությունում, բայց այդ ընթացքում այդ ուղղությամբ ոչ մեկը խորհրդանում չհայտնվեց, որովհետև մի մասը Նիկոլ Փաշինյանի գծի վրա էր եւ վստահություն չունեցավ, մի մասն էլ արևմուտքից խոսում էր Սամվել Կարապետյանի գովքահանում եւ տեսակ արդյունքում ինչ ունեցանք, իսկ մեր ռեսուրսը նորաստեղծ կուսակցությունով բավարար չէր, ստացանք այնքան ձայն, ինչքան որ հնարավոր էր։ Դրա համար նաև կուսակցության անդամակցության հարցն էլ մտածեք Հայաստանի շնորհապետական կուսակցությանը, կազմակերպական շատ հարցեր կա, որոնց կարելի է մասնակից լինել, զուտ ֆորմալ առումով է, որ ընտրությունն ավարտվել է եւ իմ եւ շնորհապետական կուսակցության համագործակցությունը ավարտվել է, գործնականում եւ իրականում ապագայի հետ կապված բոլոր ծրագրերի հետ կապված ես հրավերներ ստանում եմ եւ մասնակցում եմ սիրով իրանց ծրագրերին ու քայլերին հետագայի եւ կարծում եմ, որ մենք կունենանք համագործակցության այլ ձևաչափ, այլ ֆորմատ, ոչ փաստաթղթային այդ ձևաչափը կա շատ ավելի ամուր, շատ ավելի հետևողական եւ շատ ավելի ակտիվ, որովհետեւ այդ մարդկանց հետ ճանապարհ ենք անցել։ Դրա համար նաև կուսակցության հետ կապված էլ եթե ինչ որ հարցում օգտակար կլինեք, կարող եք նաև կապվել գրասենյակի հետ, շուտով նաև նոր գրասենյակային տարածքի հարցնել, ասենք հնարավորության սահմաններում Գուրգեն Սիմոնյանը ցանկանում է լուծել, որպեսզի կարողանա ավելի մեծ հնարավորություն լինել մարդկանց հետ աշխատելու, աշխատանք տանելու, այնպես որ նաև կապվեք գրասենյակի հետ եւ տեսեք ինչով կարող եք օգտակար լինել, սկսած անդամակցությունից, կազմակերպչական հարցերով, թե ֆինանսական։ Մի խոսքով հիմա անցնենք մնացած հարցերին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ ամերիկյան պատվիրակությունը մեկնում է Քաթար, կարծում եմ նրանք արդեն մեկնել են կամ նոր են պատրաստվում մեկնել։ Մեզ համար ամեն ինչ շատ լավ է ընթանում, Դոհայում կայանալիք հանդիպումը կարող է կարևոր լինել կամ չլինել, բայց ռազմական առումով մենք հաղթում ենք, ես կասեի ռազմական առումով հաղթանակը գրեթե մերն է։ Մենք խոսում ենք Իրանի ապա միջուկայնացման մասին, մենք չենք ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան, եւ նրանք դա չեն ունենա։ Արդարության համար պետք է ասել, որ նրանք համաձայնել են դրան, նշել է Դոնալդ Տրամփը։ Ներողություն։ Ինչ ասում չեմ հասկանում։ Իրանը հերթական անգամ մերժեց, ասեց ուղիղ բանակցություններ չի լինելու։ Բայց անընդհատ ցույց է տալու, որ հաղթել ենք, իրանք խոստացել են, իրանք բաներ են անել, իրանք համաձայնվել են։ Ասում են մենք ուղիղ բանակցություն չենք ունենալու։
Դոնալդ Թրամփը իր պատվիրակներին ուղարկել է այնտեղ, Իրանն ասել է ես էլ կուղարկեմ, բայց չենք բանակցելու, որտեղ պայման ենք դրել, նախապայման ենք դրել Ամերիկայի առաջ։ Քանի անգամ կարա Ամերիկայի նախագահան հայտարարություն անի, հետո դա հերքեն։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայել Բաղայի առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում։ Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները։ Պատկերացնում եք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացները դեսպան Սթիվ Ուիթքոֆը և իր փեսան Դոնալդ Թրամփի Ջարեդ Քուշները Դոհայում կլինեն կատարցի միջնորդների հետ հանդիպելու համար, սակայն Վաշինգտոնի և Թեհրանի միջև բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունենա։ Մինչև վերջի պահը Դոնալդ Թրամփը տեղյակ չէր հանդիպում տեղի կունենա, թե չէ, բա ասում իրանցիներն են ինձ խնդրում։ Բա իրանք քեզ խնդրում են, հետո չգիտես իրանք քո հետ կհանդիպեն, թե չէ, արդեն մարդկանց ուղարկել ես։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց. Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա։ Այսինքն այնպես չի, որ Իսրայելը վստահ է, որ այդ բանակցությունները արդյունք են ունենալու, դա է պատճառը, որ նաև պատրաստ են, որ այո, կանցնեն նորից ռազմական գործողությունները, նորից կակտիվանա։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան փոխըմբռնումը երկկողմանի գործընթաց է։ Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները։ Մեր մոտեցումը անհիմն սպառնալիքների և անխոհեմ պարծենկոտության դեմ հիմնված է որոշումներ կայացնելիս ողջամտության և մարդկային արժանապատվության վրա, իսկ գործելիս վճռական և անվախ պաշտպանության վրա։ Էս է Իրանի պատկերացումը և համենայն դեպս հայտարարությունները։ Դուք ստեղ տեսնում եք, որ իրանք խնդրում են, աղաչում են, որպեսզի բանակցեն։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայել Բաղայի. Թեհրանը Վաշինգտոնի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների կմտնի միայն Իրано-ամերիկյան հուշագրի մի քանի կետերի կատարումից հետո։ Հանդիպումը պետք է ունենա նպատակ և անհրաժեշտություն։ Եթե մենք խոսում ենք վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների սկզբի մասին, ապա դա պայմանավորված է փոխըմբռնման հուշագրի առաջին, 5-րդ, 10-րդ, 11-րդ կետերի կատարմամբ։ Հիշում եք 14 կետեր։ Առաջիկա օրերին մենք պետք է գնահատենք ընթացիկ գործընթացը և որոշենք, թե երբ սկսենք վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Հիմա դուք ստեղ որտեղ տեսաք, որ Իրանը խնդրում էր բանակցություն ցանկացած գնով։ Եվ ի դեպ նաև նկատի ունենանք, որ Գերագույն առաջնորդի Սեյիդ Ալի Խամենեիի հուղարկավորության առիթով արդեն իրանական լրատվամիջոցները գրել են, որ Իրան է ժամանելու Նիկոլ Փաշինյանը հուղարկավորությանը մասնակցելու համար։ Իհարկե նման արարողակարգերին կարող էր մասնակցել նաև Հայաստանի նախագահը, հենց առանձնապես մեծ գործի չի, իր հիմնական ֆունկցիան էլ ներկայացչական ու արարողակարգային հանդիպումներն էլ, ինքն էլ նենց լավ նորմալ գնում է, ասենք տարբեր տեղեր, որ գնում է հուղարկավորության, նենց սելֆիներ է անում, բան է անում ուղորմածիկների հետ, կարող է այս անգամ ուղղակի սխալ հասկանային, Իրանում կարող է դրա համար չեն թողե գնա, բայց ամեն դեպքում, եթե խոսքը վերաբերվեր հարևանի հետ կապված սոտ գնալ հարգանքի տուրք մատուցել, ճիշտ կլիներ, որ գնար Հայաստանի նախագահը, զուտ արարողակարգային միջոցառում է։ Բայց վարչապետի գնալը ուզում է ցույց տա, որ մեր հարաբերությունները ավելին են, քան հարևանի, այն դեպքում, երբ որ լավ գիտեն, որ այդ Սեյիդ Ալի Խամենեին սպանել են ամերիկացիները այն նպատակով, որ ուղղակի երկիրը կպարալիզեն։ Այսինքն Իրանի հետ հարաբերությունների հարցում սա ուղղակի ցույցիչ է, որ մենք ավելին ենք Իրանի հետ, քան զուտ կարող էինք ասել որպես հարևան։ Իդեպ այդ հարցում էլ մենք ուշադրություն դարձնենք Ամերիկայի Միացյալ Նահանգներով կառուցված պետություն է, չէ, ինչքան էլ ֆեդերալ կառույց լինի, դրանք լուրջ կշիռ ունեն նաև նահանգները, էլ չասենք, որ կա իշխանության թևերի փոխզսպման, տարանջատման ֆունկցիան և ուժեղ նախագահական համակարգը, ուժեղ
պարլամենտական համակարգ եւ ուժեղ դատական համակարգ։ Այո, այդ երեքի ուժն է, որ ստեղծում է այդ պետությունը եւ նաեւ բավական լուրջ ու ինքնուրույն նահանգների կշիռը ուժ է։ Բայց եւ միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծիքին էր, որ Իրանը դա տոտալիտար երկիր լինելով կրոնապետություն, հոգեվոր առաջնորդին շարքից հանես, երկիրը պարալիզվելու է, որովհետեւ նա ժողովրդավար երկիր չի։ Հարվածեցին հոգևոր առաջնորդին շարքից հանեցին, բայց հետո համոզվեցին, որ այդ երկիրը հոգևոր առաջնորդով չի միայն պայմանավորված ղեկավարելը։ Վաղուց արդեն Իրանը ապակենտրոնացումն իրականացրել է ոչ միայն ֆունկցիոնալ իշխանության տարանջատման, այլ տարածքային։ Եվ նույնիսկ իրանք չհասկացան, բա որ սենց խփում ենք, այս ինչի են սրանք պատասխանում։ Բա մնչի չի փլվում։ Այսինքն այն աշճանի, որ Դոնալդ Թրամփը, որ ձգտում է ինքը միապետ լինելու չի ստացվում, անընդհատ նախանձում է ուրիշ միապետերի եւ մտածում է, որ իր ֆունկցիան քիչ է, պետք է էլի վերցնի սրանից, վերցրի նա, անընդհատ դատարանները որոշումներ են կայացնում իր որոշումները սահմանափակում, անընդհատ կռիվների մեջ է, կոնգրեսի հետ խնդիրների մեջ, բոլորից դժգոհ է, մամուլի հետ կռվում է, ինչ ասի պետք է դա բոլորը կատարվի, այսինքն ինքը ձգտում է իր երազած պետությունը Իրանի հոգևոր առաջնորդով միապետություններ, որ հետո տեսավ, որ սկի Իրանը այդպես չի։ Իրանը կարողացավ դիմակայել, որովհետև ինքը մի մարդով չէր կառավարվում։ Մի բան, որ նույնիսկ Ամերիկայի եւ Իսրայելի հատուկ ծառայությունները տեղյակ չէին, ժողովուրդ ջան, կամ գուցե տեղյակ էին Իսրայելի հատուկ ծառայությունները, բայց դիտավորյալ գիտակցված ձևով չասեցին Ամերիկային։ Եվ ինչ որ միտեղ որ Թրամփը այդքան սիրելով իր սիրելի Բիբիին, այնուամենայնիվ ինչ որտեղ էլ նեղացած է, հասկանում է, որ իր գլխին սարքեցին։ Այսինքն դու նույնիսկ չէիք տիրապետում, ինչա կատարվում։ Այդ երկրում ինչ վիճակ է։ Ձեր մի հատ հարվածով, մի երկու հոգի սպանելով իշխանությունը կփոխվի, թե չէ։ Արդեն ժողովրդին ոգևորել էիք, զենքերը բաժանել էիք, Starlink-ները տվել էիք, որ կապ ունենան իրանք, ֆինանսի հարցը լուծել էիք, ձեր տեխնացուն ունեիք, բոլոր բաներն արել եք, էսա մենք խփում ենք, դուք էլ փողոց եք դուրս գալի, եւ ինչ տեղի ունեցավ այն ինչ Եվ դա նաև շատ դեպքերում մեզ պետք է զգուշավոր լինենք, որովհետև Իրանը եթե չափից ավել դիրքերն ավելացրեց տարածաշրջանը, դա հաստատ մեր շահերից չի բխում։ Էդ էլ պետք է հաշվի առնենք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի պատերազմի սկզբից ի վեր ռուսական բանակը տվել է ընդհանուր առմամբ 15 վերջնաժամկետ մեր Դոնբասը գրավելու համար։ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը շարունակում է մոլուցքով տարված մնալ Դոնբասի գաղափարով։ Նրանք արդեն 15 անգամ սնուցել են այս պատրանքը, որ ամբողջությամբ կգրավեն Դոնբասը։ Եթե Պուտինը ցանկանում է զոհաբերել իր եւս 1 միլիոն զինվորների այս պատին հարվածելու համար, ապա այն միլիոն ռուսները, ովքեր դեռևս չեն զորահավաքվել ռուսական բանակում եւ կանգնած են վառելիքի հերթում, պետք է մտածեն, թե ինչ է իրենց սպասվում հաջորդիվ։ Մենք արդեն արել ենք այս պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները եւ Ռուսաստանը ամեն անգամ մերժել է։ Հետևաբար անհրաժեշտ է հնարավորինս շատ խոչընդոտներ ստեղծել պատերազմ սկսելու նրա ցանկության համար ներողություն։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, համապետական ալիքով խոսում է Սալավյովը բավական հայտնի, բայց համապետական ալիքով, որ ասոցացվում է, որ ինքը պաշտոնական Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողն է, էլի։ Ասում է, եթե չկարողանանք Ղրիմը պահենք, պետք է պայթացնենք ավերենք լրիվ։ Չենք թողելու մնա։ Հո չենք հանձնելու տենց։ Այսինքն ակնհայտ երևում է, չէ, ժողովուրդ ջան, որ դա քո հարազատը չի, քեզ տարածք էր պետք, քեզ ոչինչ պետք չի։ Եթե այդ տարածքը հանձնելու ես, դա պետք է վերացնես։ Ոնց կարող է պատահել մի բան քեզ համար թանկ լինի, հարազատ լինի, ու եթե նույնիսկ քո ձեռքից վերցնելու լինեն, դու դա վերացնես։ Եթե քո համար դա քոնն է, ոնց կարող դու քո ունեցածը վերացնես, միայն դու կասես ոչինչ թող մնա, պահպանվի, Աստված գիտի վաղը ինչ կլինի, գուցե վաղը հետ կբերենք, գուցե կշարունակի մնալ մերը, գուցե մեր հայրենակիցները այնտեղ կապրեն։
իրանց տներում կապրեն, դա ասում է, չէ, ամեն ինչ վերացնելու ենք։ Բա ռուս ժողովրդի համար է իր պայքարում Դոնբասում ու Ղրիմում։ Բա հանրաքվե է Իրանում, որ Ղրիմի ռուս ժողովրդին իրանք իրանց որոշումը կայացնեն, բա այդ նույն ռուսները հիմա Ղրիմում ապրում են։ Դու ասում ես, եթե չկարողանանք պահենք, որտե շրջափակման մեջ է գցել Ուկրաինան։ Ու բացի սովորական ֆիզիկական շրջափակումը դրել է օպերատիվ շրջափակման տակ, խփում է բոլոր ճանապարհներին, թույլ չի տալիս, որ որևէ ձևով ինչ-որ բան տեղափոխեն Ղրիմ, բա ո՞նց ես պահելու։ Բա ասում է, եթե հանկարծ տեսնենք չենք կարողանում պահենք, չի ասում է, որ մեր հայրենակիցները դե ինչ անենք, լավ, Ուկրաինայի տարածքում էին ապրում, անցան Ռուսաստանի տարածք, հիմա էլ կանցնեն Ուկրաինայի տարածք։ Չէ, ասում է, վերացնելու ենք Ղրիմը։ Լրիվ դնելու ենք, վերացնենք։ Ու դուք կարծում եք, որ դա ասում է մենակ իր անունից է ասում, գիտեք ինչքան մարդ է այդ երկրում դա արդարացնում։ Բա դու այդ մարդկանց շահերը պաշտպանելու համար է իր հանրաքվե արել։ Բա որ դրես լրիվ վերացնես, այդ մարդկանց ես վերացնելու։ Բա իրանք են ընդեղ ապրում։ Կամ իրանք թողելու են փախնեն, որ չեն էլ կարող փախնեն, ճանապարհները փակ է։ Չեմ ասում վաղը իրանք վերացրեցի, բայց այս մարդկանց մտածողությունը այդ հիվանդ մտածողությունն է։ Նա եթե վաղը իմանա, որ Հայաստանն իրան չի ենթարկվելու, պետք է ասեն վերացրեք։ Այս մարդիկ հիվանդ են, ժողովուրդ ջան։ Մի հիվանդ մառազմատիկ նստած է Կռեմլում, մնացածն էլ կատարում են նրա հանձնարարությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, մենք եւս մեկ անգամ առիթից օգտվելով կցանկանայինք ուշադրություն հրավիրել միջազգային հանրության ներգրավել միջազգային հանրության ուշադրությունը Կիևի ռեժիմի այս հանցավոր գործողությունների վրա։ Գիտեք ինչի նկատի ունի, որ կարող է մի հատ դրոնով խփեն, կպնի մի հատ բնակելի շենքի, կամ կարող է ուղղությունը շեղի կպնի, կամ կարող է ինչ-որ է դրոնին մի ձևով ասենք հարվածած լնեն բեկորները ընկնի ինչ-որ մի բանի վրա։ Այ գիտեք, ասում է խաղ բնակիչների վրա, բա երեխա զոհվե եւ այլ եւ այլ։ Իհարկե շատ ցավալի է, որ երեխա զոհվե կամ խաղ բնակիչ, բայց բա դուք որոշի տուն էիք մտել, ձեր մտնելով խաղ բնակիչ ու երեխա չէր զոհվե։ Մանկական հիվանդանոցին, որ կետային հարված էիք հասցնում, երեխաներ չէին ընդեղ։ Այսինքն հիմա արդեն միջազգային հանրությանը դիմում է օգնեք Ռուսաստանին, ժողովուրդ ջան, ասում է, հա, ես օկուպանտ եմ, մտել եմ հարևանի տարածք, բայց դիմադրում է, հələ դու տեսնում ես դրան։ Հերիք չի դիմադրում, ինքն էլ մեզ է հարվածում։ Ո՞նց կարելի է այդպես բան։ Ժողովուրդ ջան, կանխեք այս միջազգային հանրություն ուշադրություն դարձրեք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի հունիսի 30-ին ուկրաինական զորքերը կրկին հարված են հասցրել Մոսկվայի մարզում գտնվող Դուբնայի տիեզերական կապի կենտրոնին։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել էր Դուբնայում գտնվող տիեզերական կապի կենտրոնի վրա հարվածների մասին։ Դրանից առաջ էլ մի հատ էլ էին հարվածել։ Սա երրորդն է այս վերջի օրերի ընթացքում։ Այսինքն դուք պատկերացնում եք, ժողովուրդ ջան, տիեզերական կապի կենտրոնի դերակատարությունը Ռուսաստանի համար, Ռուսաստանին մի հատ խփել է, հետո մի հատ էլ է խփել, այսօր էլ երրորդ անգամ է խփել, ու որևէ ձևով չեն կարողանում դեմ առնեն։ Ժողովուրդ, այս երկիրը պետք է որոշի մենք ոնց ապրենք, այս երկիրը պետք է որոշի Հայաստանի ճակատագիրը, բայց երկիրը, որ դրել էր Ուզբեկստանի ապրանքների վրա նույն ձևի սանկցիաներ դրել ընդամենը մի քանի օր առաջ, ոնց որ Հայաստանի հետ կապված։ Ժողովուրդ, կարող է Ուզբեկստանն էլ որոշել դառնա Եվրամիության անդամ։ Կարող է տենց ինֆորմացիա ունեք։ Չէ, իրանք շատ հուզված են, մենք ինչ ասենք պետք է անեն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտում եվրոպական նախաձեռնություններին երկրի առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, քանի որ Անկարան ձգտում է հասանելիություն ստանալ Եվրոպայի ռազմական ներուժի հզորացմանն ուղղված ԵՄ նոր մեխանիզմներին։ Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների առջև ունեցած ելույթում Էրդողանն ընդգծել է, որ եվրոպական անվտանգության գործում Թուրքիայի ներդրումը երբեմն թերագնահատվում է եւ կոչ է արել երկիրը ներառել բոլոր համապատասխան նախաձեռնություններում։ Շատ-շատերը խոսում են Եվրամիությունը շուտով կփլուզվի, ժողովուրդ ջան, երկար կյանք չունի, բայց Թուրքիան կպած դիմում է, էլի նորից դիմեց, ասեց խնդրում ենք էլի մեզ Եվրամիության անդամ դարձրեք, թեկնածու ենք էլի, եղբայր, դեսքան տարի տանջվում ենք էլի, մտցրեք, ասին չէ, դու տուն թողելու բան չես։ Եվ հիմա ասում է, եթե ցանկանում եք եվրոպական անվտանգությունը
զարգացնել, ինչ որտեղ անկախանալ Ամերիկայից, ինքը լինելով Ամերիկայի լավ դաշնակից, ինքը ակնկալելով, որ Ամերիկայից նաև F-35 կործանիչներ կստանա, երբ որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հանի, մի առանձնապես դա չի էլ օգտագործում։ Ուղղակի սկզբունքի համար պահում է, բայց ավելի թանկին չեն վճարելու, որ դրանով բազարի նստի, բայց ի՞նչն է խնդիրը, ասում ախպեր, ինձ ներգրավեք։ Այդ ամենահզոր բանակն ունի, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունի, չնայած մարտի բովով անցած չի, չգիտենք իրականը փուչիկա թե չէ, ոնց որ ռուսական բանակը, բայց այն այլ նատոյական չափանիշներով, այլ համեմատելի չէ ռուսական բանակի հետ, ասում է եվրոպական անվտանգության մեջ ինձ ներգրավեք։ Իսկ մեր մոտ ասում են ժողովուրդ, դե լավ էլի ինչ Եվրոպա, այմար ձեռք քաշեք այդ Եվրոպայից, լուրջ եք ասում։ Թուրքիայի չափերը չեք տեսել, բնակչության թիվը չեք տեսել, աշխարհագրությունը չեք տեսել, բան չէ իրան կոտորում դառնա Եվրամիության անդամ ու եվրոպական անվտանգության մաս դառնա։ Ինչ որ խնդիր ունի, ինչ որ մեկից վախենում է, բան չէ ինքը ուզում այդ միասնական եվրոպական անվտանգային համակարգում լինի, որը ասեն ճկուն ձևով ձևավորված է, ՆԱՏՕ չի, բայց ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներ, գումարած նաև մի քանի երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Էս էլ որոշ մարդկանց համար խելքի գալու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը լքող Կիր Ստարմերը քաղաքական կարիերան ավարտելուց հետո դիտարկում է ապագայում ՆԱՏՕ-ն գլխավորելու հնարավորությունը։ Ստարմերը հետաքրքրություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ, որը կարող է թափուր դառնալ 2028 թվականին։ 2028-ին, որովհետև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ընտրվում է 4 տարին մեկ, որպես կանոն եվրոպական երկրներից, որովհետև գլխավոր շտաբի պետը ընտրվում է Միացյալ Նահանգներից։ Հարց է առաջանում, դե եթե եվրոպական երկրներից Կիր Ստարմերը, որ նման հավակնություն ունի, նա որ շուտով հրաժարական գտա իր պաշտոնին, շատ ենք խոսել Ստարմերի մասին, որ ինքը հակաճգնաժամային ծրագիր չի ունեցել, նաև չունի հիմա, անգամ 2 տարի վարչապետ ելնելուց հետո, ընդհանրապես լեյբորիստները դա չունեն, նրանք ուղղակի իշխանության եկան պահպանողականների սխալների վրա, որոնք որ ուղղակի վերջի շրջանում իսկապես ճգնաժամային վիճակ են ստեղծվել Մեծ Բրիտանիայում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, բայց փառք ու պատիվ իրեն ինքը արտաքին քաղաքական հարցում կուրսը հենց շարունակեց, կանգնեց Եվրոպայի թիկունքին, անգամ հենց Եվրոպայի թիկունքին, ոչ թե Ամերիկայի ներկայացուցիչ Եվրոպայում, անգամ ոչ թե կամուրջ Եվրոպայի եւ Ամերիկայի միջև։ Նրա արած գործը անգնահատելի է եւ նրանք դա կգնահատեն շատ ավելի ուշ։ Այո, իր երկրի ներսում դժգոհություններ կան։ Այո, իր երկրի ներսում չունենալով նա հստակ հակաճգնաժամային ծրագիր, բնական բանա դժգոհությունները պետքա լինեն, բայց այն ինչ որ ինքը արեց եւ մեղքը չգցեց նախկինների վրա արտաքին քաղաքական հարցում, այլ շարունակեց պինդ կանգնել Ուկրաինայի թիկունքին, եւ նույն շատերը չնկատեցին, որ պահպանողականներին փոխարինել են լեյբորիստները։ Եթե իսկապես իմ խորհուրդը լսեն, իրան պարտադիր 2028 թվականին կընտրեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, որտեղ ինքը բավական արժանի թեկնածու է։ Եթե երկրի ներսում նույնիսկ վստահություն չունենան իր նկատմամբ որպես վարչապետ, ապա պետք է հասկանան, որ այդ մարդը շատ ավելի մասշտաբային անելիք ունի աշխարհի համար, առավել նույնիսկ նաև ՆԱՏՕ-ի համար այս նոր իրավիճակում, երբ որ տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի հետ կապված Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարության պակասեցում, չնայած ուշ թե շուտ հույս ունենք, որ Դոնալդ Տրամփն էլ դարձի կգա, Դոնալդ Տրամփից հետո էլ կանեն ամեն ինչ, որ հանկարծ ՆԱՏՕ-ն Ամերիկայի պատճառով չթուլանա։ Եվ որպեսզի պատկերացնենք լավ, ի վերջո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հավակնող Մեծ Բրիտանիայի վարչապետի շանսերը, դա էլ նայենք։ Բացի այն, որ երկրի ներսում պետք է քվեարկեն եւ այլ եւ այլ։ ՆԱՏՕ-ն ունի 32 անդամ պետություն, որից 30-ը եվրոպական երկրներ, մյուսը Ամերիկա, Կանադա։ Այստեղ մենք հաշվում ենք նաև Թուրքիան, դե գիտեք, Թուրքիան էլ նաև որոշ եվրոպական մաս ունի, Ստամբուլի մասով դեպի Էնկոմ։ Այսինքն, եթե դա նայենք 30 երկիր եվրոպական, որ կարող են հավակնել լինել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար։ Ենթադրում եմ, որ Թուրքիայի հարցը այդքան էլ բան չեն անի, մաքուր եվրոպական երկիր չհամարելով, դրանցից միայն
8-ի ներկայացուցիչներն են դարձել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար 30-ից 8, այդ այնպես չի որ ռոտացիայով հերթով ամեն երկիր պատտվում է, էլի, եւ այն էլ ուղակի նայենք, հոլանդացի 4 հոգի, բրիտանացի 3, ընդհանուր 14 հոգի է եղել, Բելգիա 2, Իտալիա 1, երկու հատ էլ ինքը ունեցել է գլխավոր քարտուղարը տեղակալը, 2 հոգի ուղակի պաշտոնակատար է եղել, Գերմանիա, Դանիա, Իսպանիա, Նորվեգիա 1-ական Այսինքն եթե քանակային առումով նայենք կարող է ասեն ինչի Բրիտանիան բայց նաև որակական առումով ասենք որ բավական ծանրակշիռ ազդեցիկ մարդ պետք է լինի սովորաբար լինում են այդ երկրների վարչապետերը դա եղել է եւ հիմա հենց այսօրվա բանի հետ կապված էլ Հոլանդիայի վարչապետներ չէ հիմիկվա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրա նախորդը Դանիայի վարչապետն էր այսինքն Մարկ Ռյուտեն Հոլանդիայի որը իդեպ բավական գոհ են իր աշխատանքից ուզում եմ ասեմ այս ամեն ինչը նրա մասին է որ եթե ուզենան դնեն որպես հեղինակավոր մարդ ես երաշխավորում եմ իր համար կարծում եմ որ ճիշտ կանեն որ Քիր Սթարմերին դարձնեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար եւ ինքը շատ լուրջ անելիք կունենա, բացի այդ էլ ամեն ինչ կարող անի այդ բալանսը պահի նաեւ Միացյալ Նահանգներ Եվրոպայի ուղղությամբ։ Դե տեսնենք, կյանքը ցույց կտա 2028 թվականը սարերի հետևում չէ, մենք էլ նայենք մեր ուղղությամբ ինչ ենք անում, հետևենք մեր զարգացումներին, հասկանանք մեր երկրում ինչ է կատարվում աշխարհում տարածաշրջանում ինչ է կատարվում մատներս պահենք աշխարհակաղակական զարգացումների զարկերակին այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն